Հեղինակազրկված արդարադատություն, հեղինակազրկված դատական ակտ։ Այդպես է բնութագրում հիմնադիր խորհրդանի անդամ Գևորգ Սաֆարյանի գործով վճիռը նրա պաշտպանը, այն ուսումնասիրելուց հետո։ Հունվարի 16-ին կայացված վճռի տեքստը նոր է հասել փաստաբանին։ Ամենակարևոր հանգամանքը, որտեղից որ սկսել է, որ 3 ամիս միայն մեղադրանք եկել է, որ Գևորգ Սաֆարյանը բրուսկով հարվածել է եւ այդ կադրերը դրվել է, այդ մասին դատարանը լուռ է։ Մինչդեռ ամենակարևոր հանգամանքի մասին դատարանը պարտավոր էր գոնե իր դիրքորոշումը հայտնելու։ Դատարանը այդ ընձուղտի քաղաքականությանն է անցել, չի խոսել այդ մասին։ Այսինքն սա արդեն ամենակարևոր հանգամանքը չկա։ Դատարանի դատավճիռը դարձնում է չպատճառաբանված։ Գևորգ Սաֆարյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման ամանորի գիշերը ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձից հետո։ Նա մեղադրվում է ոստիկան Գեգամ Խաչատրյանին հարվածելու մեջ։ Պաշտպանը պնդում է մեղադրանքը անհիմն է։ Մինչդեռ դատարանը ըստ վճռի տեսանյութը հետազոտելիս տեսել է, թե ինչպես է սպիտակ տաբատ հագած Գևորգ Սաֆարյանը ոտքով հարվածում Գեգամ Խաչատրյանին եւ նա ընկնում է։ Սա բացահայտ աչքակապություն է, հստակ երևում է տեսանյութում, շատ հստակ, որ Գեգամ Խաչատրյանը ընկնում է, արդեն ընկած է գետնին, հետո նոր բաց գույնի տաբատով ինչ-որ մեկի ոտքը մի 2 մետր հեռու կիսաբաց է արվում։ Այսինքն հնարավոր չի եւ տեսանյութում է երևում, այսինքն դատարանը այստեղ, չգիտեմ, կամ օգնականն է գրել դատավոր ընդհանրապես չի նայել կամ չգիտեմ ինչի համար է սա գրել։ Դատարանը պաշտպանական կողմի ցուցմունքները համարել է ոչ արժանահավատ, իսկ մեղադրող կողմինը արժանահավատ։ Այսպիսի դատավճիռ ամենաշատը կարող էր կայացնել մնացական Մարտիրոսյանն։ Այդ դեպքում ինչի համար 8 ամիս դատաքննություն կատարվեց, ինչի համար բոլոր այդ անձիկ կանչվեցին, դատարան հարցաքննվեցին, բացահայտվեցին այդ ակնհայտ հակասությունները։ Պաշտպանն աշխատում է վերաքննիչ բողոք ներկայացնելու համար, Գևորգ Սաֆարյանը բանտում է արդեն 13 ամիս։